Քանի որ նմանաբնույթ արձագանքներ շատ են լինում, որոշեցի ամեն դեպքում անդրադառնալ հարցին, որովհետև անձնական նամակներով էլ եք դուք այս միտքը հնչեցնում կոմենտների տեսքով, ես ոչ մեկի խնդրի վրա չեմ ծիծաղում։ Ուղղակի խնդիրը ներկայացնելու ժամանակ դժբախտ դեմքի արտահայտություն չեմ ընդունում, որովհետև դա հավելյալ անգամ իմ կարծիքով հուսահատեցնում է մարդուն, եւ եթե ես ամբողջ իմ մասնագիտական գիտելիքները կամ մասնագիտությանս մեջ մտնող խնդիրները ներկայացնեմ միայն տխուր, լացակումած կամ ջղայն բժշկի դեմքով, ես համոզված եմ, որ կկորի ձեր հետաքրքրությունները եւ բազմաթիվ մարդիկ, ովքեր հետաքրքրությամբ հետևում են, էջին լսում են, այլևս կդադարեն դա անել, վստահաբար ասում եմ։ Հումորն էլ իր տեղն ունի, բայց ես լուրջ հարցերի վերաբերյալ երբեք հումորներ չեմ անում։ Հումորները կարող են վերաբերվել այն բոլոր իրավիճակներին, իսկապես հումորային իրավիճակներին, որոնց հետ ես որպես բժիշկ երբեմն առնչվում եմ։ Ես կարծում եմ, որ ժպիտը թեթևություն է մտցնում մեր կյանքում եւ ժպտալով հնարավոր է նաեւ մարդուն թեկուզ ինչ չէր նաեւ դիմացինին ստիպել, որպես ինքը մի փոքր ժպտա եւ լավատեսորեն տրամադրվի, որովհետեւ լավատեսությունը ընդհանրապես մարդու մեջ կարողանալ արթնացնել հույսն ու հավատը, դա շատ կարևոր երևույթ է եւ դա կարելի է ասել, որ գործի մեջ մարդու խնդրի լուծման մեջ ունի շատ կարևոր նշանակություն։ Այնպես որ բոլոր մարդիկ, ովքեր կարծում են, որ ես ծիծաղում եմ հարցերի վրա կամ հումորներ եմ անում, ինձ բացում են այդ հարցերը, նման բան չկա, ես այդ նույն հարցերը կաբինետում եմ լսում, ես այդ նույն հարցերը անձնական նամակների ձևով եմ ստանում, հանգիստ եղեք, մի տանջվեք, ես ոչ մեկի խնդրի վրա չեմ ծիծաղում, ես բոլորի հարցերին վերաբերվում եմ ամենայն լրջությամբ եւ այո, նմանատիպ էջերի ընդհանրապես այսօր գոյություն ունեցած հնարավորությունների նպատակն է ճիշտ օգտագործել եւ մարդկանց հասցնել ինֆորմացիան, որովհետեւ մեր երկրում բազմաթիվ ընտանիքներ ապրում են երկար տարիներ բազմաթիվ խնդիրներով են ապրում եւ չեն բարձրաձայնում ու չեն խոսում ու նաեւ չգիտեն ում հետ խոսել։ Եվ այս ամենի նպատակն է նաեւ լուսաբանել սեռական խնդիրները եւ հասցնել ինֆորմացիան տեղ, որ պետք չի ամաչել դրանց կապակցությամբ եւ պետք է դիմել այո բժշկի եւ այդ խնդիրները լուծել, որպեսզի կարողանալ ստանալ խաղաղ ու ներդաշնակ ընտանիք։ Եղեք առողջ